Բարև ձեզ։ Ուրեմն ուզում եմ շատ կարճ, կոնկրետ, կոռեկտ անդրադառնալ ազգային ժողովի քպական մի պատգամավորի Վահանա, Վահագա, հանրության մեջ հայտնի է որպես խոզա, կաբանա եւ այլն։ Դա է անձնական իրավունքն է։ Ուրեմն տվյալ անձը ինչ-որ 3 ելույթ ունեցել ազգային ժողովում iPad-ը, տոլի նոթբուքը, iPad, ոնց հասկացած ձերը, ցուցածալի վիդեո, որտեղ մի անձնավորության են ցույց տալիս ազատամարտիկ, թե ոնց է մանվելը շղթայել, վզից, ոտից, ձեռից եւ այլն։ Ու այդ վիդեոն 2000 թվականի է ոնց որ, 2000 թվականի վիդեո է։ Ես հիմա նախ ուզում եմ պատասխանեմ տվյալ պատգամավորին։ Շատ կուլտուրական առած ինչ-որ մի հավիյանքի եւ այլն։ Ինչ ցույց է տալի, ինքեր պատգամավոր, շատ ճիշտ է ցույց տալի։ Այո, նման բաներ եղել է եւ շատ է եղել։ Ադիք նորություն չէ։ Մավելը ինչ ուզել է, էժմիածանի մեջ արել է։ Ուզել է շղթայել է, ուզել է չի շղթայել, ուզել է տարել է, գցել է, չգիտեմ, ես որտեղ արեք։ Ուզում բանել արել է դոդը։ Արուզի վանդակ, չգիտեմ, կրակադիլների մեջ, կրակադիլների հետ մարդկանց բնկերել են, իսկ չէ՞ կրակադիլ պահամ դոդը, որտեղ եթե մեկին գցես կրակադիլի բան բերել, Եվրասա երկի մոլորակներ տակ դու վրանից, էլ չես կրա այդ մարդուն կտես կերա պրծալ, առուշի որ ոսկորները թողա, լրիվ կուլատալն պրծալն, ատես մարդ կողություն չունի, հիմա կարող անսմի 5 տարի, 10 տարի դոդի մերնելուց հետո, հելաս է տեսեք, դոդս ես բաներ արել, մասակ է կրակադիլի մեջ, բայց հիմա բերանստեղ առաջանում է մի հատ հարց, ինչի մանվել Գրիգորյանի նկատմամբ, քո վարչապետը քրեական հետապնդում չնշանակեց հենց այդ գործով։ Հելան գնացին ինչ-որ հավայի բաներ, ինչ-որ ապօրինի զենք, տուշոն կա, չգիտեմ, հարկերից խուսափում, հիմարություն, որը որ հետագայում չեր էլ ապացուցելու, որտեղ տեսեք տուշոնքին չհիմնավորվավ, այդ ոսորդական ինչ-որ միած շայթան տրուբեք եք, թե ինչ եք, թե եւ այլն, էլի չհիմնավորվավ, այ մարդ, նա որ ձերի տակ այդ վիդեոն կար, իսկ այդ վիդեոն այո, ալամ աշխարհը նայել է։ Այդ վիդեոյով անձի խոշտանգումով քո գոզալ եմ դատախազությունը, ինչի մանվել Գրիգորյանի նկատմամբ հենց այդ էպիզոդով քրեական գործ չհարուցեց, որ որևիցե մի հատ երևույթ չներ ասել, մանվել Գրիգորյանը օմեղով։ Ինչ չարիք։ Ասում ես եղել է 2000 թվականների Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ճիշտ ես ասում։ Բա հիմա այդ ժամանակվա դատախազին, NVD-ի մինիստրին եւ մյուսներին ինչ չեք վրեկը հարուցում քրեական գործ։ Չէ՞ որ այդ տեսանյութը բոլորն են տեսել են։ Եղել է ազատ համացանցում։ Որտեղ է ցույցի ճարը։ Համացանցից։ Այսինքն հենց դուք նիկոլականները, նիկոլական իշխանությունը ռեալ գործը քթի տակ թողած գնացել եք ինչ մանվելի վրա հիմարությամբ հարուցել եք քրեական գործ։ Գասպարյան Վովայի հետ կապված հարուցել է քրեական գործը իմ տված հաղորդման հիման վրա, բայց Գասպարյան Վովայի ժամանակ ռազմական ոստիկանությունում ձետ կար մի հատ, անազգալը չեմ հիշում, այդ ձետը մի քանի պատրոնով գործել էր իշխանություն, մի քանի անգամ ձետ ինքնին կրակել էր։ Այդպես այդ մարդու սպանությունը մնաց մութ, ասեն ինքնասպանությունը եւ վերջ։ Ես մնացի այլ դեպքեր։ Բանը սարի թաղնա, մյուսնա, այդ նույն էլեկտրիկ, այդ նույն Գասպարյան Վովայի ժամանակ, բր ինչի մա նույն Գասպարյան Վովային, այդ նույն բաներով չեք դատում, ես ակը մերրի կեցա կպրծնի կսապքի, հետո կնեք ասեք, բա, իշկյաս ես բանատերի ունեցե են վաղտ։ Ախս, կամ այսօր այս ազգային ժողովը, արա խուժանանոց, շատ Կիրթ եմ ուզում այսօր ելնեմ, չեմ ուզում, էլ սեղաններին են խփեմ, հուբուենանը, միջանցները միար են կաշկշեմ, լակոտություններ, մեկը մյուսին չզիջող, սա ազգային ժողով է, շատ վախնոց, գումանած է դրան, հելելա Հայաստանի Հանրապետության վարչապետակոստում, ասում է երկիտ մոլորակն է մեղավոր, որ մենք ես վիճակի մեջ ենք, էլ նախինների անունը չի տալն, էլ որի անունտա, Սերժանտա, Քոչարյանի, Լևոնի, վերջ, հիմա էլ երկիր մոլորակն է մեղավոր, որ չգիտեմ, տնտեսությունը վատ է, այդ երկիր մոլորակի վատն էլ ազդում ամենակ Հայաստանի վրա է։ Ուրիշ ոչ մի երկրի վրա, Չինաստանը ծաղկում, Ավստրալիան ծաղկում, Եվրոպայում նորմալ է, Վրաստանը հենացած ցնում է,
Սա ռուսական շուկան գրավը, որովհետև Հայաստանին հանին տշին սիկտիարին կցին դուրս, Ադրբեջան ծաղկմա, են ասճանը հասել Ադրբեջանի նախագանա որոշում Հայաստանում ատոմակայանը պիտի աշխատի, թե չէ, բոզի տղավարի հելեմ ասեն, մենք շդվանից էինք որոշել, որ ատոմակայանը պիտի փակվի, ձեզ պապան Լևոն Տեր-Պետրոսյանը փակեց ատոմակայանը, ինչի հասանք նրա, որ օրը 2 ժամ էինք լուսցենը, միշև եկավ պիտի ինրասմը լավին լավ, վատին վատ, միշև եկավ Քոչարյան բացեց, նոր ժողովուրդ հետ հասկացավ ինչա նշանակամ ատոմակայան, ինչա նշանակամ հոսանք, ինչա նշանակամ ջուր ստաբիլ ունենալ։ Եվ առանց ատոմակայան որտեղ եք տեսել պետություն։ Հիմա նորից նույն բոզի տղությունը հենց սրանք են ասում, պիտի ատոմակայանը փակ։ Ձեր մոտ դլոն փակեք։ Ատոմակայանը փակեք, ինչով ես այդ հոսանքը փոխարինը։ Ադրբեջանը պիտի քեզի հոսանք տա։ Ադրբեջանը պիտի բերեք, նավթա, էսա, էնա, հա? Էսեք, այսինքն դուք էդ եք, դուք և են մարդիկ, որոնք որ նստած են այսօր որպես ընդդիմություն ազգային ժողովում, կամ են հասաբունկեղին են։ Այսինքն խոսալ չգիտի, ես չգիտեմ անգամ այդ տղուն ինչ ասեմ, վիրավոր ես, են չի, դիտողություն են ես, են չի, հետևություն չի ասում, ես չեմ վստահում Ադրբեջանի նախագահի, խծրեմ, պիտի վստահի, ինք ես նալեք, հենց մի հարց Ադրբեջանի նախագահան քեզի վստահում, այս ազգային ժողովը թուրիմացությունն է, այս կառավարությունը թուրիմացությունն է, և միայն անասունը կարող է հավատա, որ այս ազգային ժողովը կարող է ունենալ երկար կյանք, չի կարող ունենալ այս ազգային ժողովը երկար կյանք, որովհետև ազգային ժողովում նստած է խայտառակություն, և այս ժողովուրդը, որը գնաց հանուն փողի, հանուն բիզնեսի, հանուն պաշտոնի, ընտրեց այս ղախպնոցը, հələ շատ երկար է թքելու փեդին, հիմա հəլեմ ասում են գյուղացիները գոհ են, ինչից են գյուղացիները գոհ, որ միրգը մնացել վրեքը, ձուկը, ծաղիկը մնացել վրեքը, ընկած փաստաթղթեր են կեղծում պետական մակարդակով, որ կարողանան ձուկ ու ծաղիկ ու միրգ արտահանեն Ռուսաստան, հələ մի հատ էլ գոհ են, որ ռուսական շուկայից վտարվում է։ Այս կառավարության ղեկավարի կերպարը, դեղերը չի խմում, հələ ընկնում է ժողովրդի ջանին, ուղեղն անջծում, տավարի ցավ, հəլեմ հաճում, ինչա հաճում, մենք չգիտենք։ Ես ուզում ասացելների, ընկեր պատգամավոր, որ վեկալ եմ ավելի վիդեոն ցույց ես տալում, լավ ես անում, բայց քրական գործը դրանով հարուցեիք։ Վանեցյանին ասեիք, Վանեցյա խիցանով չես հարուցեիք, վերցրիք տուշոնկեքով շոու սարքեցիք։ Բայց այս բաներով հարուցեիք, որ ռեալն ես, ոչ մեկ չկանան ասել Մավել Գրիգորյանը անմեղի, բայց ձեր հարուցած գործերով Մավել Գրիգորյանը անմեղ էր, այո, տուշոնկեքով անմեղ էր, ապօրինի զենքով անմեղ էր, ես էլ եմ ասում։ Այ մարդ խոշտանգելուց անմեղ չի, դրանով հարուցեիք, դրանով էլ տանեիք։ Նորից մենք ականատես ենք լինում ոչ մասնագիտական մոտեցման, այս անգամ շատ կուլտուրական եղավ, այսքանը։